Ուստի ուզում են մի քայլ անին, բացահայտին, անհայտների հարցը լուծին, բայց ոչ մի բան չեն անում։ Դիմը արդեն մնաց օդի մեջ, չէ՞, եթե ասենք Աբազյան դուրս գա, արդեն մնում է օդի մեջ։ Փետրվարի 7-ի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի այլ հանդիպում եւս եղել է, տեղյակ եք։ Չէ, դրանից հետո այս ամսի վերջին պետք է լիներ, դիմը արդեն բան չանի։ Այստեղ ձեր պահանջը Նիկոլ Փաշինյանից ո՞րն է։ Մեր երեխեքը մեկ էլ Աբազյանի որ հրաժարական չտա, չազատվի։ Կառույցից թե անձից է վերջին չեք նա կախված։ Նոր հացը տնօրենը չի կարող անել ինչ որ անում էր Աբազյանը։ Էդի մինչև էս թեզը քնչականի բանում մինչև գործին ծանոթանա, մինչև այն նորից մի տարի կձգվի։ Իմ մոտ սեպտեմբերի 28-ն ալա 5 տարի չինց է։ Բայց իրանք չեն պատկերացնում։ Ուսենց չչլելով դեթա նորից այն 90 թվերի 30 տարի ինձնի չի կարա դες բաննի։ Դուք ինչ ասացիք վերջին անգամ ինչ էր ասած ձեզ ԱԱԾ տնօրենը այս առնչությամբ անհետ կորացնել։ Դե պետք է բացահայտես, հիմա ասենք մի հարց լուծեր չեմ մանա։ Պետք է ոսես չի մնալու։ Ասում եմ, ես 3 տարի ինքն արդեն ԱԱԾ-ն զբաղվում, բայց հիմա կար որ արդեն հանդիպում ունի Բաքվի հետ, որ կարենա խոսքի հետ երեխեքի հարցը լուծի, բացահայտի, ով է, ինչ է, ոնց է։ Շատ բան եկա, բայց դե մի ասելու չի, չեմ մնում։ Այստեղ հավաքվել ենք, որպեսզի պահանջենք Նիկոլ Փաշինյանը մեզ պատասխան տա ինչի համար ազատել ազգային անվտանգության պետին։ Աբազյանը միակ մարդն էր, ով մեր առջև դուռը բացում էր, միակ կառույցն էր, ով մեր հարցերին պատասխան էր տալիս, միակ մարդն էր, ով սպառիչ պատասխաններ ուներ։ Աբազյանը հասավ նաև նրան, որ մի քանի ամիսներ առաջ, չեմ հիշում կոնկրետ երբ, սահմանին հանդիպում ունեցավ Ադրբեջանի թե Թուրքիայի, չգիտեմ, աշխատակիցներից մեկի հետ, ու հիմա երբ որ հասել ենք այն կետին, որ պետքա սպառիչ մեզ ինչ-որ պատասխան տան տղաների մասին, Նիկոլ Փաշինյանը գործից ազատում է Աբազյանին։ Ուզում ենք հասկանանք ինչի։ Այսինքն կարծում եք սրանով փակվելու։ Այո, իհարկե։ Ինքն էլ 8 տարիա կառավարում է ու 8 տարիա չի հոգնել, թող ինքն էլ հոգնի, թողի գնա։ Մենք իրանից ոչ մի օգուտ, ոչ մի բան չենք տեսել այսքան ժամանակ։ 5 տարիա մենք սպասում ենք ինչ-որ լուր ունենանք մեր տղաներից։ Վերջին տեղեկությունը, որը փոխանցել է ձեզ Արմեն Աբազյանը, ինչ է եղել, ինչ սպասելիքներ է Այդ հարցի պատասխանը ես ունեմ, բայց հիմա չեմ բարձրաձայնի, չեմ ուզում բարձրաձայնեմ այդ հարցի պատասխանը։ նկատում եմ դրական։ Իհարկե դրական, իհարկե Աբազյանն աշխատում էր ու շատ լավ էր աշխատում։ Այսինքն այդ որևէ պաշտոնյայի հետ ստացվում է ծնողների։ Մեր առաջ ոչ մի դուռ, ոչ մի անգամ չի բացվել։ Միակ կառույցն էր, որ մեզ ընդունում էր, մեր հարցերին սպառիչ պատասխան էր տալիս։ Հիմա ես չգիտեմ ինչ է լինելու։